Կան արդյոք օբյեկտիվ փաստարկներ, որ թույլ են տալիս Հայաստանը համարել ժողովրդավար երկիր, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս հարցադրմամբ սկսեց իր ելույթը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում, պնդելով, որ անկախությունից ի վեր բոլոր ընտրություններում առանց բացառության հաղթող է ճանաչվել իշխանությունը, ցույցերի մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, բանտերում քաղբանտարկյալներ են պահվում, մարտի 1-ի ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ, իշխանափոխության մասին հայտարարող ուժերի վրա էլ իշխանությունը գրոհ է կազմակերպում։ Սերժ Սարգսյանը օրենսդիր գործադիր իշխանությանը հարկային եւ իրավապահ համակարգին ուղիղ հրահանգ տվեց գրոհ սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով հայտարարել էր հրապարակային իշխանափոխություն իրականացնելու իր մտադրության մասին։ Կարող է արդյոք ինչ-որ մեկը ընդհանուր բան գտնել այս ամենի եւ ժողովրդավարության միջև, ասաց Փաշինյանը ցավով արձանագրելով, Հայաստանը ժողովրդավար պետություն չէ։ Հայաստանը կլինի ժողովրդավարական պետություն, երբ ընդդիմությունը ընտրություններով կարողանա հասնել իշխանության, երբ քաղաքական հակառակորդներին չհետապնդեն, երբ երկրում չլինեն քաղբանտարկյալներ եւ երբ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների հեղինակները բացահայտվեն եւ պատժվեն։ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հանրապետական կուսակցությունից Սամվել Ֆարմանյանն առարկեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Դա բարեբախտաբար դեռ միայն պարոն Փաշինյանի եւ էլի մի խումբ հայաստանյան քաղաքացիների կարծիքն է, եւ ես անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանը այլևս երբեք իրավունք չունի եւ չի ընթանալու մի ճանապարհով, որտեղ քաղաքական ընդդիմախոսության համար մարդիկ կարող են հայտնվել բանտում։ Սամվել Ֆարմանյանին պատասխանեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամ Թոմաս Մեսերիչը, խորհուրդ տալով ուշադրություն դարձնել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցներին։ Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, իհարկե բարդ հարց է, ինչպես քաղաքական, այնպես էլ հենց երևույթը բնորոշելու առումով, այնուամենայնիվ Amnesty International-ը, որ իմ կարծիքով քաղբանտարկյալի առավել հիմնավոր բնորոշումն է տալիս, թերևս ձեզ հետ չէր համաձայնի այն առումով, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Պարզապես պետք է նայել, թե ինչպես եւ ինչու է Amnesty International-ը հանգել այդ եզրակացության։ Ազատության հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանի այսօր Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդիրները եւ ինչպես են պատրաստվում դրանց արձագանքել, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը պատասխանեց, որ այս օրերին այդ խնդիրների մասին լսել է ոչ միայն Փաշինյանից, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եւ տպավորված է բանավեճի այն բաց եւ ազատ մթնոլորտով, որ տեսել է վերջին օրերի ընթացքում։ Կարծում եմ, դա շատ առողջ նշան է, որ ազատ բանավեճի այս մակարդակն առկա է Հայաստանում։ Սակայն ես մի մտահոգություն եմ ինձ հետ տանում եւ ես լիովին անկեղծ եմ այժմ։ Իհարկե Հայաստանի որոշելիք հարցն է, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն ինչպես կդրսևորի, սակայն մտավախություն ունեմ, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի ձևով զարգանան, արդյոք ես կտեսնեմ նույն կարգի բաց եւ ազատ խոսք Հայաստանում։ Will I really see this sort of openness continue in the future in Armenia? Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ համատեղ նիստում ներկայացվեց նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայվիճակը, հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձ եղավ։ Աղվան Վարդանյանը նշեց, Թուրքիան մինչ օրս չի ճանաչում ցեղասպանությունը, տարածաշրջանային շրջափակման եւ մեկուսացման մեջ է պահում Հայաստանը։ Լեռնային Ղարաբաղի հարցն էլ սահմանը բացելու նախապայման է դարձնում։ Համանախագահ Սաջադ Քարիմի դիտարկմանը, թե ժամանակին թուրքական կողմից կարծիք է հնչել, որ որպես բարի կամքի դրսևորում Հայաստանը կարող էր Ղարաբաղի հարակից որոշ շրջաններ զիջել Ադրբեջանին, Դաշնակցական Աղվան Վարդանյանը պատասխանեց. Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող կապ ունենալ Ղարաբաղյան հարցի հետ։ Բացի այդ, Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը բացառում է զիջումները։ Զիջել որևէ շրջան նշանակում է այդ հարձակումները, այդ դիվերսիաները ավելի մոտեցնել Լեռնային Ղարաբաղին։